Իհիշատակ մեր անմեղ զոհերի և հենց այն հրեշտակներին, որ եղեռնի օրերին նրանց հոգիներն էին փրկում։ Հոգիները կուսանեն, լոկ ճախրանք ու թրիչք, մինչ մարմինները մահվան, տենդը կսորվին, արարածները ամեն։ Գրեթե մեկ դար է անցել այն արյունոտ ժամանակից, երբ հայ ժողովրդին, որին թուրք օսմանները ուզում էին բնաջնջել, շարունակում են ապրել, արարել և ստեղծել աշխարհի տարբեր երկրներում։ Եվ չմոռանալով իր ազգի ցավն ու վիշտը, ամեն տարի ապրիլի 24-ին տարբեր հայաբնակ վայրերում հարգանքի տուրք է մատուցում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի, այդ թվում էր նաև Հեշտիա գյուղը։ Տեր ողորմյա, Քրիստոս, որտե Աստծուն օգնակալ եւ բարեկոտ գտա գործական սիրով, հանգուցյալ ծառայից աղնոսկոց, համայն ազգիս հայոց, նահատակներին, որոնք կոտորվեցին արևմտյան Հայաստանի մեջ, իձերս Թուրքիո, իշա նրանց կարգավորության գալասյան մեծ օրը արժանացրու ողորմության, կավության, բայձրացու տասելով քո սրբետ աճակողմյան դասում, քանզի դու ես դատավորը ողջեր մերելների և քեզ վայելե փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ես ուզում եմ մի երկու խոսքով կարծես թե պատմել, վերհիշել մեր հայոց ցեղասպանության, մեր Եղեռնի մասին։ Հայոց ցեղասպանություն մեծ Եղեռն, դա թուրքական գործող իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1915-ից 23 թվականներին զանգվածային մեծ տեղահանում եղավ օսմանյան տարածքներից և ինչպես նաև արևմտյան Հայաստանից ողջ հայ ժողովրդին և նրանց լրիվությամբ բնաջնջվեց։ Հայոց ցեղասպանությունը մեծ Եղեռնը, ինչպես նաև հրեական հոլոքոստը աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։ Պայմանականորեն ցեղասպանության օրը նշանակվել է 1915 թվականի ապրիլի 24-ը, բայց դա չի նշանակում, որ միլիոնավոր հայեր, որ զոհվեցին, բնաջնջվեցին, դա ընդամենը կատարվել է 15 թվականին, ոչ։ Եթե ես ասեմ Թալիաթ Փաշա, Ջեմալ Փաշա և այդպիսի բազմաթիվ փաշաներ, նրանց անվան տակ մենք կարող ենք միայն պատկերացնել ոճրագործներ։ Մենք այդ ճանաչումն ենք պահանջում, մենք դա ենք խնդրում ողջ աշխարհից, որ բանաձևեր դրված են աշխարհի երկրների առջև, իհարկե, եթե մինչև ոչ 100-ամյակին գոնե պատմության ընթացքում, ժամանակի ընթացքում արդարությունը կգտնի իր տեղը։ Ես բախտի ճամփորդելու հնազանդ, ճամփաս անսպար, այն դեռ չի հատվել, փառքի բարձունքս արդեն կնկված, հոգուս մեղեդին չի վերջակետվել, սակայն օրերս հյուսվում եմ իրար, ինձ խոցող սուրը չի տրվել պատյան, լսում ես աշխարհ, քո չար խիղճը պուտ, կյանքս հասել է արդեն իր կայան։ Հենց ապրիլի 24-ին 1915 թվականին անմեղ զոհեր դարձան 1,5 միլիոն հայեր, որոնց թվում են եղել հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ, հայ կանայք ու մանուկներ, որոնք անխղճորեն սպանվել են օսմանյան թուրքերի ձեռքերով, իսկ կենդանի մնացած հայերը գաղթի ճանապարհն են բռնել արևմտյան Հայաստանից, որոնց մասին ևս մեկ անգամ հիշվեց Հեշտիայի հասարակության կողմից։ Ոճրագործության տարելից, ոճրագործություն, որ մարդկության բերեց այնպիսի օրինակ, այնպիսի դաս տվեց մարդկությանը, որ Աստված ոչ անի այն կրկնվի ևս նորից։ Իսկ ինչ վերաբերում է հայոց ցեղասպանությանը, ցեղասպանությունը սկսվել է դեռ Սուլթան Համիդի օրից, նույնիսկ նրա նախնիների օրից։ Հայ ազգը միշտ տուժվել է և տուժում է մինչև օրս։ Աշխարհում որտեղ կրոնական պատերազմ եղել, մեջը հայն է տուժվել։ Հայը իրոք և տուժվել է և ունի իր կամքը։ Ինչպես մեծ գրողն ասում, ձեզով ասած մեզ այնքան ճնշել, որ ճնշելուց մենք դյուրեր դառնանք։ Ապրիլի 24-ին 1915 թվականին այդ օրը 1,5 միլիոն հայերի մեջ կային նաև մեր նախնիները, մեր պապու պապը, մեր ապու պապը,
Եվ ես խոնարհվում եմ նրանց առաջ, մենք բոլորս պարտավոր ենք խոնարհվել նրանց առաջ։ Հաղթանակի գիշերն է սատոնական, հարս, եղել է ցրու ջրագին, պիտի դառնա կռիվեն տղաս հաղթական, հարս քիթը արպատրույգին։ Սայլը մկեցավ դրան արջև հորինքով, հարս վարելույս է ջրագին, տղաս կուքա ճակատ հպար դապնիով, հարս բեր ջրակը շեմին, բայց սայլի վրա արյուն ու սուկ բերցել են, հարս ջրակը դաստին երկար է, հերոս տղաս հոնզարնված է սրտեն, ախ հարս ջրակը դմար է, այդ հերոս տղայի մեջ նաև եղել են մեր պապու պապերը, խոնարհվում եմ ես ձեր առաջ։ Որպես հայ դա բոլորիս պարտականությունն է, որովհետև եղել է դա մի այնպիսի ոճրագործություն է կատարվել, որ հիմնովին ոչնչացվել, բնաճնջվել է հայ ազգության արմադը, արմադախիլ է արվել հայ ազգության արմադները եւ այսօր մնացած արմադներից, որ մենք կանք եւ շարունակում ենք աճելու բազմանալ, մեր բոլորիս պարտքն ու պարտականությունն է, որ մեր պատմությունը հիշենք եւ կարողանանք մատուցել մեր երեխաներին, մեր սերունդներին եւ մեր սերունդները ինչպես այսօր երևում է, այսպիսի թափորով այսօր ներկա են գտնվում Եղեռնի հիշադակին դրված հուշաքարի մոտ, խաչքարի մոտ եւ գիտենալով, գիտակցելով նրանք այսօր գտնվում են այստեղ։ Եվ դա բոլորիս պարտքն է, բոլորիս երեխաների պարտքն է, որ ծաղիներով պետք է մոտենանք հուշաքարին, հուշակոթողներին, հուշահամալիրներին, դա այսօր ոչ միայն այստեղ է կատարվում, այդ հիշադակի օրը հիշում են ողջ աշխարհով եւ միայն հուշաքարի մոտենալը չէ հարցը, կարևոր հարցը նրանում է, որ մենք ողջ աշխարհին պետք է կարողանանք ապացուցել, որ սա իրողություն է, կատարվել է եւ եթե ողջ աշխարհը չդատապարտի այս ոճրագործությունը, դա կարող է շարունակական լինի կյանքի պատմության աշխարհում մնացած ազգերի, փոքր ազգերի համար։ Եվ լավ կլիներ, որ կարողանայինք այս ոճրագործությունն ապացուցենք եւ հասնենք մեր նպատակին։ Դա մեր հայ ազգի, աշխարհով մեկ սպերված հայ ազգի երազանքն է։ Աղախ, հաբարանքի մպես մեծ է իր ուշիքը, ու ես երտիկներուց սպիտակ կատարեն, աստղածորան գիշերներու լույսին հետ, բայենա հեղավաս եբրատին կում կտրեի։ Արցունքով լսեցի, որ ավերակ քոլայնասիրտ պատերը իրար վրա կործանեցին, սարսափի օրմը, այրունի օրմը այրունի։ Այսօր աշխարհի ողջ հայությունը սկալով իր ցավն ու վիշտը, ծաղիկներ դնելով Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարերին ու հուշակոթողներին, միևնույն ժամանակ հույս ունեն, կգա մի օր, որ վճռագործները իրենց արարքի համար կենթարկվեն դատապարտության։ Իսկ ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել հայ մեծ բանաստեղծ Պարուս Սևակի տողերը։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում։ Եվ ինչու պիտի չհվարտանանք, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Բայց սուրբերուն աչքերը միշտ պատկերը կհուշեն, թե մեզի դեր հարորեն արարիչը կհսկեն, ու թեև մարմինը մահվան տենդը կսորվի, բայց և հոգին կուսանել նոք ճախրան